Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Արմեն Հարությունյանին, որը ներկայացնում է MGM Partners փաստաբանական ընկերությունը, ուշագրավ իրավիճակ ապօրինի գույքի բռնագանձման գործերից մեկով։ Այս հաղթանակը ըստ էության ամրագրել է MGM Partners ընկերությունը, մենք փորձենք հասկանալ, թե սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի գույքի բռնագանձման գործերով ինչ ազդեցություն է ունենում դատարանում, չնայած նրան, որ իրավապահ համակարգը իդեմս գլխավոր դատախազությամբ պնդում է, որ սահմանադրական դատարանի որոշումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով քննությունների վրա։ Պարոն Հարությունյան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ պատրաստ եք պատասխանել մի քանի հարցերին։ Նախ ցանկանայի, եթե դա գաղտնիք չէ, ով էր այն անձը, որը հայտնվել էր ապօրինի գույքի բռնագանձման գործով իրավապահների տեսադաշտում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, հարգելի քնար։ Ես չէի ցանկանա բացահայտեի անձը, սակայն գործի վերաբերյալ կասեի, որ տվյալ անձը երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Վերջինիս առաջադրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջի կետով սահմանված երկրորդ կետով սահմանված հիմքով եւ դա հիմք ընդունելով գլխավոր դատախազությունը մեկնարկել է ուսումնասիրության գործընթացը։ Այո։ Ու այդ ուսումնասիրության գործընթացի արդյունքներով որոշում է կայացվել հայցադիմում ներկայացնել գույքի բռնագանձման վերաբերյալ, որը 2023 թվականին հայցադիմումը ներկայացվել է եւ 2025 թվականի հունիսի 20-ին հակակոռուպցիոն դատարանը նախագահությամբ դատավոր Ավագյանի մեր գնահատմամբ բազմակողմանի լիարժեք օբյեկտիվ քննության արդյունքներով ամբողջությամբ մերժել է գլխավոր դատախազության հայցը, ինչը որոշ առումով մենք համարձակ ենք համարում, սակայն նաև հաշվի առնելով, որ այդ ընթացքում իջև վճռի կայացումը արդեն սահմանադրական դատարանը տվեց իր որոշումը, այդ առումով նաև կարծում ենք, որ դատավորներին հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական գործերը դա շատ օգնող որոշում էր, որովհետև այդ որոշմամբ նախանշվել են այդ օրենքի սահմանադրականության սահմանները։ Ու ես գտնում եմ, որ ինքը ի սկզբանե օրենքը խնդրահարույց է, սակայն սահմանադրական դատարանի շնորհիվ նախանշելու շնորհիվ սահմանադրականության սահմանները ինքը առավել մարդիկ պաշտպանված կարող են լինել այդ օրենքի շրջանակներում։ Սա իրոք քաղաքացու է։ Ես մեկնաբանում եմ, որ իրականում սահմանադրական դատարանի որոշումը ունիվերսալ է։ Եվ հօգուտ քաղաքացու է, եւ հօգուտ պետական մարմինների, այսինքն կախված նրանից, թե այդ որոշմամբ ամրագրված սահմանադրական երաշխիքները կոնկրետ գործով եթե ապահովում է դատարանի կողմից, այդտեղ կա հնարավորություն փաստաբանական թիմի համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում հասնել հաջողության։ Եվ այդ առումով մեր ընկերությունում այս գործով ներգրավված են եղել եւ քաղաքացիական մասնագիտություն ունեցող փաստաբաններ եւ քրեական մասնագիտություն ունեցող փաստաբաններ եւ այս հաղթանակը կարծում եմ թիմային աշխատանքի արդյունք է, նաեւ տվյալ գործին մենք ներգրավել ենք փորձագետ, ով տնտեսական ներ մասնագիտական գիտելիքներ ունի եւ գործում ներկայացրել ենք դատարանին փորձագետի համապատասխան եզրակացություն։ Ինչքան պահանջ էր, պարոն Հարությունյան, քաղաքացուց ինչքան էին, ինչ էին պահանջում։ Բավականին մեծ գույքի կազմ էր, մոտ 10 անշարժ գույք, մոտավոր են թվերն ասում, հա, մոտ 12 շարժական գույք, ինչպես նաև 400 միլիոն դրամի պահանջ էր։ Այս բոլոր պահանջները մերժվել է դատարանի կողմից։ Այո, ամբողջը մերժվել է դատարանի կողմից, ընդ որում տվյալ անձը իրականում երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Գլխավոր դատախազությունը ձեզ չէր գիտակցում այս հանգամանքը, որ պաշտոն չզբաղեցած անձի հետ գործում ենք։ Ես գլխավոր դատախազությանը չեմ մեղադրում այն իմաստով, որ չէր գիտակցում, շատ լավ գիտակցում էր, սակայն օրենքի մեկնաբանության տիրույթում դատախազությունը ելնում էր բնականաբար պետության գույքային շահերից եւ մեկնաբանում էր այնպես, որ անկախ նրանից այդ մեղադրանքը հետագայում ինչ ճակատագիր է ունենալու, քանի որ սա առանձին տեսակի վարույթ է, հետեւաբար
այս վարույթը պետք է շարունակվի եւ անձը անկախ նրանից, որ հետագայում օրենքով նախատեսված հանցագործությունների կատարման մեղադրանքը հերկվելու պայմաններում պետք է հիմնավորի անկախ ամեն ինչից իր ունեցած եկամուտները։ Սահմանադրական դատարանը շատ արժեքավոր դիրքորոշում է հայտնել, որ պետք է առկա լինի կապը անձի ենթադրյալ հանցավոր արարքի եւ այդ արարքից տնտեսական օգուտներ, գումարներ ստանալու հնարավորության միջև։ Եվ այս գործում ակնհայտ էր, որ այդ կապը չկար։ Փաստորեն մարդու մեղադրանքեր առաջադրվել կաշառքին օժանդակելու մեջ, որը իր բնույթով կոռուպցիոն բնույթի հանցագործություն է եւ օրենքի թվարկած հանցագործությունների կազմում ներառված է, սակայն այնուհետև վերավորակվել էր հենց դատախազության կողմից դատարանի քրեական գործ քննող դատավորը վերավորակել էր եւ անձը դատապարտվել էր մեկ այլ հանցագործության համար, որը որ արդեն ներառված չի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կազմում։ Հետևաբար նա արդեն դադարել էր օրենքի սուբյեկտ հանդիսանալու, նա արդեն չպետք է հետաքրքրություն ներկայացներ օրենքի իմաստով, որովհետև Սահմանադրական դատարանը հստակ ասել է, որ պետք է առկա լինի կապ։ Ընդ որում դա է պատճառը, այդ կապը չկար, դրա համար դատարանը գնաց նման կապը չէր կարող լինել։ Չէ, դատարանը հենց ասել է, որ դադարել է նա արդեն օրենքով հետապնդվող իրավաչափ նպատակից դուրս է եկել։ Նա օրենքի կարգավորումը էլ չէր կարող տարածվել այս անձի վրա, ինչը շատ օբյեկտիվ ու դա իրականություն է, էլի անհերքելի փաստ է։ Այդ առումով շատ կարևոր էր, որ նաև Սահմանադրական դատարանը այդ կապի մասին խոսեց։ Ընդ որում Սահմանադրական դատարանը չի պարտադրում իր որոշման, որ պետք է լինի հենց ուղղակի պատճառահետևանքային ամուր կապ, որը որ քրեական արդարադատության կամ քաղաքացիական արդարադատության շրջանակներում հիմնավորվի բավարար ապացույցներով, այլ նույնիսկ տեսական կապն էլ բավարար է, ամենայն դեպս դա իմ մեկնաբանությունն է Սահմանադրական դատարանի որոշման, որ անձը տվյալ արարքի կատարումից հնարավոր օգուտներ կարող էր ստանալ, որովհետև դա կոռուպցիոն բնույթի արգելված արարք է, այսինքն կոռուպցիոն բնույթի հանցագործություն է։ Ու այս գործով առանցքային կարծում եմ հենց դատարանի համար նման վճիռ կայացնելու առանցքային նշանակություն ունեցել հենց այդ հանգամանքը, որ անձը իրականում դադարել է օրենքի տիրույթում նախանշված հանցագործություն կատարած անձ համարվելուց։ Ես անչափ կարևորում եմ դատարանի այս վճիռը նաև այն իմաստով, որ փաստորեն բացառվում է այն մոտեցումը, որը որ նաև մեր գնահատմամբ կարար կամայականությունների հանգեցներ, որ ընդունենք ցանկացած մարդու մեղսագրվի արար կոռուպցիոն բնույթի հանցագործության կատարման համար, հետո պարզվի, որ նա իրականում կատարել է հանցանք, բայց բոլորովին այլ բնույթի հանցանք է կատարել։ Չգիտեմ, ասենք մաքսանենգություն է կատարել, այսինքն կամ այնպիսի մի արարք է կատարել, որը որ ներառված չի։ Եվ այդ դեպքում արդեն շատ էր մեծանում ռիսկի տակ հայտնվող քաղաքացիների քանակը, իսկ այս որոշումը կարա նաև վճիռը կարա նաև նախադեպային դառնա եւ վկայակոչվի, եթե օրինական ուժի մեջ մտավ, մյուս գործերի համար, որոնցով որ անձանց առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, հերկվել են կամ անձը արդարացվել է, սա է պետք է ունենա հետևանք։ Նրանց այդ անձանց համար բարենպաստ հետևանք կարող է ունենալ, այդ իմաստով ես անչափ կարևորում եմ այս որոշումը։ Սա դեռ առաջին այցանի դատարանում է, ես ճիշտն ասած չեմ դժվարանում եմ կանխատեսել գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կբերի թե ոչ, ամեն դեպքում դա էլ գլխավոր դատախազության իրավական քաղաքականության խնդիրն է, թե ինքը ինչպես է հետայսու Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելու եւ կիրառելու, ամեն դեպքում պետք է արձանագրել, որ հակակոռուպցիոն դատարանը մեր կարծիքով ճիշտ է ընկալել Սահմանադրական դատարանի որոշումը եւ ճիշտ կիրառություն է դա ստացել։ Պարոն Հարությունյան, ինձ շատ հետաքրքիր է Սահմանադրական դատարանի որոշումից հետո ինչքան ժամանակ հատված էլի կրկին այս գործով քննությունը շարունակվեց։ Կա ինչ-որ մի փուլ, որ այդ փուլում գլխավոր դատախազությունը կարող էր գիտակցել եւ կանգ առնել այդ փուլին ասել վերջ։
Այստեղ մենք հանձնում ենք, որովհետև չկա այդ կապը եւ ըստ էության մենք պարտության ենք գնում։ Ի վերջո գլխավոր դատախազությունը այդքան ռեսուրսներ է ծախսում, այդքան միջոցներ են ծախսում մի գործի համար, որը վերջում վախճան չի ունենալու։ Գիտեք, գլխավոր դատախազությունը պետության գույքային շահերն է պաշտպանում եւ այդ իմաստով դեռևս մենք չունենք բավարար չափի նախադեպային որոշումներ, օրինակ ես մտածում եմ, որ այս ոլորտը հետագայում կհարստանա նաև ոչ միայն սահմանադրական դատանի որոշմամբ, այլ նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, կոնկրետ գործերով, որտեղ դատական իշխանությունը կբացահայտի հակակոռուպցիոն պալատը, թե վերջի վերջո այս քաղաքացիական գործերը ինչ առանձնահատկություններ ունեն, գլխավոր դատախազությունը ինչ մեթոդաբանությունից պետք է ելնի, գլխավոր դատախազությունը ինչ տրամաբանությամբ պետք է առաջնորդվի։ Ես ցավում եմ, որ սահմանադրական դատարանը այդպես մանրակրկիտ չի անդրադարձել այդ հարցերին, ես ակնկալում էի ել ավելի մանրակրկիտ, որ բացահայտվեր սահմանադրական դատարանի որոշմամբ, բայց այդուհանդերձ ես գտնում եմ, որ շատ կարևոր շեշտադրումներ է կատարել սահմանադրական դատարանը, նամանավանդ իմ գնահատմամբ ոչ միայն այդ կապի մասով, այլ նաև սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձը այս վարույթներում պետք է ունենա իր մասնակցության լիակատար, լիարժեք երաշխիքներ, որ անձամբ կարողանա մասնակցի իր վերաբերյալ գործի քննությանը եւ նաեւ ունենա երաշխիքներ դատական ակտերը բողոքարկելու իմաստով, որ ցանկացած վճիռ կամ որոշում չդառնա վերջնական ու անձի համար բացասական հետևանքներ առաջացնող, դա նաև կարևորում եմ միջազգային ատյաններ գանգատներ ներկայացնելու համար, որովհետև այս օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ վերջի վերջո բավարարված հայցը հանգեցնելու է անձի սեփականազրկման, իսկ անձի սեփականազրկումը ինքնին կարող է գնահատվել որպես մարդու իրավունքների եւ ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության թիվ 1 հոդվածի խախտում, որ երաշխավորված է յուրաքանչյուր պետությունում սեփականության իրավունքը, ընդ որում մենք նաեւ սահմանադրական մակարդակով է երաշխավորված սեփականության իրավունքը եւ բացառապես օրենքով նախատեսված եւ դատական կարգով կարող է անձը սեփականազրկվել։ Պարոն Հարությունյան, ինձ հետաքրքիր է դուք այս վարույթից բացի այլ կան ձեզ մոտ այլ վարույթներ, այլ անձանց։ Այլ անձանց վարույթներ կա։ Սահմանադրական դատարանի որոշումը ձեզ օգնելու է հետագայում այդ գործը։ Միանշանակ օգնելու է այլ գործերով, ընդ որում հարգելի քննադատ, հետեւյալն ասեմ, այս վարույթը առանձնանում էր նրանով, որ տվյալ անձը, մեր վստահորդը, մեր ընկերության վստահորդը պաշտոնատար անձ չի։ Մյուս վարույթները բոլորը պաշտոնատար անձինք են եւ կարծում եմ սահմանադրական դատարանը պաշտոնատար անձանց մասով եւս որոշակի օգտակար դիրքորոշումներ է հայտնել, մասնավորապես այն հանգամանքը, որ ուսումնասիրությունը կարող է հետ գնալ մինչև անձի պաշտոնատար անձ հայտարարատու անձ լինելը, դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև մարդը կարող է պաշտոն է ստանձնել 2012 թվականին, բայց օրենքի 7-րդ հոդվածը թույլ է տալիս ուսումնասիրությունը հետ գնալ մինչև 91 թվականը։ Եվ մարդը, ասենք, պաշտոն չզբաղեցնելով, հանցագործ կատարած չլինելով, ստիպված է հիմնավորել, թե 91 թվականի գույքը ինչ եկամուտներով է ձեռք բերել։ Այդ առումով եւս արժեքավորում եմ սահմանադրական դատարանի որոշումը ու կարծում եմ ճիշտ մեկնաբանման, ճիշտ կիրառման պայմաններում միանշանակ դրական արդյունքներ կունենա նաեւ պաշտոնատար անձանց համար։ Այսինքն նոր հետաքրքիր որոշումների սպասենք։ Այո, միանշանակ, ընդ որում ես նաեւ ունեմ ակնկալի գլխավոր դատախազությունից, որովհետեւ իմ գոլեգաները հակառակ կողմում հանդես եկող եւս բարձր պրոֆեսիոնալներ են եւ իրավաբաններ եւ կարծում եմ ճիշտ կլինի, որ իրենք էլ ունենան որոշակի դիրքորոշում եւ չկաշկանդվեն այն ի սկզբանե ներկայացված իրանց պահանջերով, այլ համարձակ ձևով հրաժարվեն, հասկանան, որ դա անտրամաբանական, ոչ թե անօրինական, այլ անտրամաբանական պահանջ է։ Այդ անդրամաբանական պահանջներից հրաժարվեն, այդ դեպքերում կարծում եմ որոշակի գործեր կպակասեն կամ հենց իրենք կգան կհրաժարվեն, ինչը որ դուք շեշտեցիք,
Պարզապես համարձակությունը ինչով է պայմանավորված, որ չկա այդ համարձակությունը, ցույց տալ հատիկ առ հատիկ վերադասվում է, այս մոտեցումն է կիրառվում, հանրությանը ցույց տալ, այդ թալանը ետ ենք բերելու, բերում են թալանը։ Մինչդեռ իրականում այդ թալան աստվածից մենք տեսնում ենք, վառ օրինակը դուք եք նաև ձեզ նման շատ փաստաբաններ եկել են եւ Սահմանադրական դատանի որոշումը բավականին դրական են գնահատել եւ արդյունք ունեն, անգամ ունեն վերաքննիչում արդյունքներ, որ վերաքննիչ ամփոփող է թողել առաջին այցանի դատանի որոշումը, բայց մինչդեռ պնդում են, որ Սահմանադրական դատանի որոշումը ոչինչ չի կարող գործել ընթացքի ապահովել, համառորեն գնալ առաջ, հասկանում ենք պետականամետ մտածելու այս մոտեցումը, բայց մյուս կողմում նաև մարդու իրավունքներ են ոտնահարվում։ Ես որպես հնարավոր լուծում ամեն դեպքում ինքս էլ երկար 10 տարվա պետական ծառայության փորձ ունեմ եւ նաեւ հասկանում եմ պետական աշխատողների հատկապես դատախազի բարձր պաշտոն զբաղեցնող անձանց մոտ համապատասխան այդ հայցողական լիազորություն դրսևորելու կաշկանդվածությունը եւ որպես հնարավոր լուծում հետեւյալն եմ համարում եւ դրա օրինակները բազմաթիվ են երբ որ Սահմանադրական դատանի որոշումից հետո օրենսդիրը փոփոխություններ է կատարում համապատասխան կառուցակարգեր է ավելացնում եւ գլխավոր դատախազության լիազորությունների մասով եւ ինչու՞ չէ նաեւ պատասխանողների իրավունքների մասով լրացումների կարիք ունի միանշանակ օրենքը, որովհետև Սահմանադրական դատարանը մեծ հաշվով արձանագրել է այդ օրենքի խնդրահարույց լինելը եւ ասել է բացառապես իմ մեկնաբանման տիրույթում է, որ համապատասխանում է օրենքը Սահմանադրությանը։ Հա, իր մեկնաբանությունից դուրս այլ մեկնաբանությամբ խնդրահարույց է Սահմանադրականության պես, դա է արձանագրել Սահմանադրական դատարանը։ Եվ այդ իմաստով ես ակնկալիք ունեմ օրենսդիր մարմնից։ Եվ օրենսդիր մարմնի տիրույթում է գտնվում այս հարցերի մանրակրկիտ կարգավորումը, հատկապես ես սկզբում նշեցի, որ մեծ էր ակնկալիքը բայց Սահմանադրական դատարանը ինքը օրենսդիր մարմին չի, իրավաստեղծ մարմին չի, եւ այդ ակնկալիքները կապված ուսումնասիրության մեթոդաբանության հետ, ուսումնասիրության այդ ակտերի բողոքարկելիության հետ, այդ ուսումնասիրության փուլերի հաջորդականության ավելի մանրամասնելու անհրաժեշտություն կա, որովհետև իրականում այս վարույթների առանձնահատկությունը նաև ինչու՞մ է կանում, որ մարդու ողջ գույքին տրվում է քրեաիրավական գնահատական, այսինքն ամբողջ ապօրինի է, քանի դու հակառակը չես ապացուցել, եւ դա հերքելու համար պետք է գործիքներ լինի առանձին հոդվածներով, առանձին կարգավորումներով Եվ հաջորդ խնդիրը, որը վերաբերում է դատավարական հավասարությանն է, իրավահավասարության սկզբունքին, դա տնտեսագետի ներգրավման հարցն է։ Այսինքն, եթե գլխավոր դատախազությունը կարողանում է ունի այդ ռեսուրսները յուրաքանչյուր ուսումնասիրության նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձ ներգրավելու, ես կարծում եմ պետությունը ինչ-որ պահի ևս պետք է պատասխանողներին տա երաշխիքներ, այսինքն, որ տնտեսագետները երաշխիքներ ոչ թե այն իմաստով, որ անվճար տրամադրի տնտեսագետների, այլ երաշխիքներ, չէ, գիտեք, այդպես չէի ուզեի ասեի, սակայն երաշխիքներ այն իմաստով, որ անձի կողմից, տեսեք, ասենք, մեր վստահորդը իրավաբաններ է ներգրավել, բայց անձը իրավունք ունենա, չէ, անձը իրավունք ունենա, նաև հենց այդ ուսումնասիրության միջանկյալ փուլերում տնտեսագետներ ներգրավելու, ովքեր որ ընդունենք դատախազությունը բանկային փոխանցումներ ուսումնասիրում, կատարված վճարումներ, կանխիկացումներ, որպեսզի այդ նեղ մասնագետը տվյալ անձի ներգրավմամբ այդ փուլում ավելի ակտիվ դերակատարում ունենա ու կարողանա ոչ թե այստեղ իրավական վեճ ծագի դատախազի եւ փաստաբանի միջեւ, այլ տնտեսագետները միմյանց հետ բանավիճեն, օրենքի մասնագետներ եւ գան ընդհանուր հայտարարի եւ ընդունեն գլխավոր դատախազության համապատասխան տնտեսագետը եզրակացություն կազմի, որ այս ինչ որ մենք դիտարկել ենք, որ չհիմնավորված փոխանցումը իրականում հիմնավորվում է այս մյուս փոխանցումներով, այդպեսի այդ բացը կա։ Այո, այդ բացը կա ու ես դա կցանկանայի, որ ոչ թե օրենքի մեկնաբանման կամ վարչահարության տիրույթում լուծվի, այլ օրենսդիրը հենց օրենքում ամրագրի, որովհետև Սահմանադրական դատարանը շատ կարևոր դիտարկումներ է արել, որ այս ամբողջ օրենքը միտված է պետության գույքային շահերի պաշտպանության համար հայց ներկայացնելու նպատակով, այսինքն հայց
ներկայացնելու նախորդող գործընթացն է նկարագրում օրենքը։ Իսկ նախորդող գործընթացը պետք է ունենա նաև հնարավորություններ այդտեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց ներգրավելու։ Կա որևէ բան, որ կուզենաք այդ նաև բացերի մասով ավելացնել, պարոն Հարությունյան։ Չէ, կարծում եմ, որ ինձ շատ հետաքրքիր է մի բան, քաղաքացին տարիներով դատարանում, այսպես ռեսուրսներ է գրավում, փաստաբաններ է վարձում։ Ես 2-3 անգամ ապօրինի գույքի գործով դատական նիստերին եղել եմ ու մեկ փաստաբան չէ, 7-ից ավելի փաստաբաններ, ըստ էության քաղաքացին իր հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ապացուցել, որ դա այդպես չի, այնինչ գույքը, որ ցանկանում են նրանից խլել։ Հետագայում հնարավորություն կա, որպեսզի այն տարիների այն հոգեբանական վիճակը եւ այն ֆինանսական ռեսուրսները, ինչի կիրառել է քաղաքացին եւ կարողացել է հասնել նրան, որ գույքը ապօրինի չէր, պետությունից արդեն ինքը պահանջատեր դառնա։ Ես կարծում եմ հետագայում միգուցե, եթե միջազգային դատարանի համապատասխան վճիռներ լինեն, որով որ միջազգային դատարանը օրինակ ընդդեմ Բուլղարիայի երկու գործեր կան, որոնցով որ միեդը արձանագրել է, որ տեղի է ունեցել ոչ օրինական միջամտություն անձի սեփականության իրավունքին եւ այդ իմաստով ես հետեւյալն եմ մտածում, որ մեր նախ ասեմ մշակութային շոկ են ապրում մեր վստահորդները, ցանկացած մարդ, ես կարծում եմ 2025 թվականին բախվելով այն իրողության հետ, որ ինքը պետք է ստիպված լինի հիմնավորել իր 91 թվականի կատարած ծախսերի եւ եկամուտները հիմնավորի, ոչ միայն իրավական շոկի է ենթարկվում, այլ նաեւ մշակութային շոկի է ենթարկվում, որտեղ որևէ մեկի մտքով հատկապես 90-ական թվականների նախկին խորհրդային կարգերի փլուզում եւ այլն, որ օրից մեկ օր իրենց հարցնելու են, թե այս գույքը 95 թվականին որ ձեռք ես բերել, ինչ եկամուտների հիման վրա է, բայց նաեւ կարծում եմ ինքը ունի նաեւ ապագայում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնա այդ ճանապարհով, որ անձը պետքա ի նկատի ունենա, որ ինչ որ մի պահին ստիպված պետքա լինի հիմնավորել իր ծախսերը եւ եկամուտները, ինչը որ ամբողջ աշխարհում հայտարարագրման ինստիտուտներով, բանկային փոխանցումներով, անկախի գործառույթների մասին օրենքով արդեն գնում են բոլոր երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը։ Շնորհակալ եմ շատ, պարոն Հարությունյան, մենք կհետևենք հետագայում MG Partners ընկերության եւ հատկապես ձեր գործունեությանը, տեսնենք հաջորդ քաղաքացինով է, որ ըստ էության դատարանում կունենա այդ հաջողությունը։ Չնայած գլխավոր դատախազության այն պնդումները, որ ՍԴ որոշումը չի կարող գործերի ընթացքի վրա, որովհետեւ արդեն 3-րդ թե 4-րդ դեպքը կա, որ փաստաբանները մեզ նշում են, որ ունեն որոշումներ, ընդ որում վերաքննիչով առաջին այցանի դատանի որոշումը անփափոխ թողելու նաեւ հանգամանքը կա։ Շնորհակալ եմ, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։